Պրոֆիլի հյուրը Հայաստանի ամենավառ և պահանջված դիջեյներից է Արուսիկ Մկրտչյան կամ դիջեյ Վակցինա։ Նա ոչ միայն կոտրեց կարծրատիպը, որ դիջեյինգով կարող են զբաղվել միայն տղամարդիկ, այլև կարողացավ երաժշտական կարիերան համատեղել հասարակական և մեծ ընտանիքի մայր լինելու բարդ դերի հետ։ Բարև ձեզ, ինչպես եք։ Շատ լավ, դուք։ Լավ, շնորհակալություն։ Արուսիկ, շուտով լույս աշխարհ կգա ձեր 4-րդ երեխան։ Շատերի համար սա սխրանք է, ոմանց համար նաև ռիսկ։ Սա ձեզ համար գիտակցված որոշում էր, թե տիեզերքի հերթական անակնկալը եւ ինչ զգացողություններ ունեք հիմա։ Արդյոք նույնն է, ինչ նախորդ 3 երեխաների ժամանակ։ Ասեմ, որ իմ պլանավորած որպես այդպեսին, եթե վերցնենք իմ դեպքում որն է եղել իմ պատկերացումները, եղել է 1 երեխա եւ զուգահեռ գնացող իհարկե ուժեղ կարիերա եւ դրանից հետո ինչ որ եղավ իմ հետ իմ կյանքում բացարձակ պլանավորված չէր եւ տիեզերքի կողմից միշտ անակնկալներ են եղել, որոշ դեպքերում վատ, որոշ դեպքերում շատ լավ, բնականաբար երեխայի դեպքում դա հոյակապ անակնկալ է, ինչի համար շատ շնորհակալ եմ տիեզերքին, Աստծուն եւ բնությանը, որովհետեւ ինչի նաեւ բնությանը ու իմ առողջությանը, որովհետեւ ինձ ժամանակին ասում էին, որ ես երեխա երբեք չեմ կարող ունենալ։ Մենք այդ թեմային դեռ կանդրադառնանք։ Այո։ Փաստորեն դուք ձեր կյանքը պլանավորել այդ չեք սիրում։ Շատ եմ սիրում։ Ես մանավանդ այծեղջյուր լինելով իմ կյանքում ամեն ինչ պետք է պլանավորած լինի, բայց դա շատ մեծամիտ իլյուզիա է, որովհետեւ աշխարհը տիեզերքը Աստված լրիվ ուրիշ պլաններ են ունենում քո հետ։ Քեզ թվում է դու ինչ-որ բան կարող ես պլանավորել, բայց բացարձակ դա այդպես չի։ Ու հիմա ես շատ ուրախ եմ, որ 38-9 տարեկանից այսքան, ես հիմա 40 եմ, իմ մոտ ինչ-որ փիլիսոփայական sense ջիղ արթնացել ու ես հասկացել եմ, որ ընդհանրապես պետք չի ոչ մի բան պլանավորել, դե բնականաբար ինչ-որ մի iceberg է դու պետք է հասկանաս, որ այս ուղղությամբ է շարժում։ Հա, այս ուղղությունը ամեն դեպքում բռնել ես, հա, լրիվ չես կարող ինչ-որ քաոսային բանի դարձնես, կյանքը քաոսի վերածես, բայց այնուամենայնիվ, եթե ինչ-որ բան իմ պլանավորածով չի գնում, ես չեմ նեղվում ընդհանրապես։ Ուրեմն այդպես էլ պիտի լիներ։ Արդեն գիտեք, որ տղա եք ունենալու, բոլորը գիտեն, կարծում եմ, դուք ձեր սոցիալական էջում կիսվել էիք այդ տեսանյութով, ձեզ համար սեռը ենթագիտակցորեն կապ ունի, թե այս փուլում արդեն միևնույնն է, տղա կլինի, թե աղջիկ։ Ճիշտն ասած, քանի որ փոքրիկս աղջիկս էլի աղջիկ էր ուզում, որ քույրիկ ունենար, մենք ճիշտն ասած մի քիչ հատես, ես կոնկրետ մի քիչ նեղվել էի, որովհետև իր սպասելիքները չեն արդարանում, փոքրիկ աղջիկս, բայց դա էլ տիեզերքն է որոշում, բնականաբար շնորհակալ ենք, կապ չունի ինչ սեռա, կարևորը երեխան նորմալ զարգանա, առողջ լինի եւ այլն։ Բայց այդ մի պահը եղել է, որ աղջիկս անդադ ասում էր աղջիկ եմ ուզում, քուրիկ եմ ուզում, հա այդ պահը մի քիչ դժվար էր, իր համար էլ էր դժվար ընդունել։ 25 տարեկանում Արուսիկ բժիշկները ձեզ ասացին, որ անպտղություն է, հա, ձեզ մոտ, փաստորեն դուք երեխա ունենալու համար պայքարել եք։ Այո։ 2 տարի։ 2 տարի, ինչ բարդ, հոգեբանորեն բարդ կլիներ, կարծում եմ շատ բարդ կլիներ, եթե կին աղջիկը լսում է նման, այսպես ասած, սարսափելի, հա, բժիշկների կողմից նման ախտորոշում, ձեր առաջին երեխան, Վիկտորը, փաստորեն ձեր առաջին հաղթանակն էր։ Այո։ Դժվար էր, այդուհանդերձ եւ ինչպես հաղթահարեցիք։ Եվ այդ էտապը, երբ ես պայքարում էի երեխա ունենալու համար, եւ իհարկե նաեւ հղիության process-ն է շատ բարդ եղել, եւ նաեւ հետծննդաբերական շրջանը, նաեւ այն տարիները, երբ ես մենակ եմ մեծացրել երեխային, ու եթե ես հենց հիմա նայեմ, թե երբ է դժվար եղել, միշտ դժվար է եղել, չի եղել ինչ-որ շրջան, որ հեշտ է եղել, բայց եթե խոսենք հենց այդ շրջանի էմոցիաներից կամ մտքերից, ապա հուսահատությունը միշտ հենց զուգահեռ գնացել է եւ այդ իրավիճակում գտնվող կանայք իրականում սարսափելի մեծ դժվարություններով են անցնում ու կարևորը որ հավատը չկորցնես։ Ես շատ շաբլոն բաներ եմ ասում, բայց իրականում շատ կարևոր է որ դու իրոք շատ հստակ իմանաս որ չստացվելու է, որտեղ եթե զենքերդ վայր դնես, միանշանակ չի ստացվի ոչ մի բան։ Իսկ կյանքի այդ փուլում եղել են վստահելի մարդիկ ձեր կողքին, որ իրենք էլ ձեզ ուժ են տվել ու ասել են, որ ամեն ինչ լավ կլինի։ Ճիշտն ասած, որպես այդպիսին շատ մոտիկ բարեկամներ կամ ինչ-որ աջակիցներ
ես ընդհանրապես իմ ամբողջ կյանքի ընթացքում չեմ ունեցել, բայց ունեցել եմ դրա փոխարեն կյանքը ինձ նվիրել է ընկերներ, շատ լավ բժիշկներ, ելի ովքեր ընկեր են դարձել ինձ, ովքեր որ իրոք միշտ իմ կողքին են եղել 24/7 ռեժիմով։ Եվ ես նույնպես իրենց շնորհակալ եմ, որովհետև եթե ես մնայի մեն լրիվ միայնակ այդ իմ խնդիրների հետ եւ չլիներ մեկը, որ նույն թեկուզ իմ այդ շրջանի գինեկոլոգը որ ասեր ամեն ինչ լավ լինելու դու կախտարես, հավատում եմ, մի մտածի, որ դու հիվանդություն ունես, խնդիր ունես, միգուցե այդքան ուժ չունենայի մեջ։ Էլի կպայքարեի, ես հարբես միշտ ես պայքարում եմ, թեկուզ մենակ լինեմ, մեկը պայքարում եմ, բայց դե կարևոր է կողքից աջակցության խոսքեր լսելը։ Արուսիկ, դուք երկրորդ անգամ եք ամուսնացել, կարող եք հիմա վստահասել, որ լիովին երջանիկ եք։ Լիովին երջանիկ մարդ կա այս աշխարհում։ Լիովին երջանիկ լինում են լրիվ այլ պայմաններում իրականում, երբ մարդը ընդհանրապես կորցնում է իր էգոն եւ միախառնվում է ամբողջ աշխարհի հետ եւ զգում է այդ աստվածային սերը, իմը ասեն ինչ որ հոգեվոր բաներից եմ խոսում, բայց իրականում ես իմ վրա զգացել եմ այդ բացարձակ երջանկության զգացումը, որը ընդհանրապես կապ չունի այսպես ասած մարկային իրականության հետ, որտեղ որ կա կենցաղ, նյութականի հետ կապված ինչ որ միշտ ինչ որ խնդիրներ եւ այլն, իսկ երբ որ դու վերադառնում ես այս աշխարհ եւ ունես միշտ ինչ-որ բան, որին պետք է ձգտես, միշտ ինչ-որ ծակեր ես լցնում, միշտ ինչ-որ բան քեզ քիչ է, այստեղ հնարավոր չի երբեք ասել, որ ես բացարձակ երջանիկ եմ։ Դա կապ չունի տղամարդու հետ ընդհանրապես, դա կապված է քո ներքին ինչ-որ խնդիրներ անդադ բավարարելու հետ։ Եվ դրա համար ես չեմ կարող ասել, որ բացարձակ երջանիկ եմ, բայց դա հեչ ամուսնուս հետ կապ չունի, ինքը շատ լավն է ու ես իրեն շատ սիրում եմ։ Իսկ ձեզ համար ո՞րն է այդ դեպքում, այսպես ասած, բացարձակ երջանկությունը կամ բացարձակ բառը հանենք երջանկությունը, այն ինչպիսի տեսք ունի կամ ինչ է։ Պահ է գուցե։ Երջանկությունը դա այն է, երբ որ դու կտրում ես բոլոր կապերը քո թուլությունների, քո կապվածությունների հետ կապված եւ զգում ես մաքսիմալ ազատություն։ Այս ճիշտ ասած այնպիսի թեմա է, որի մասին երևի պետք է խոսել այլ վերնագրով հաղորդման շրջանակում, որովհետեւ այս թեման իրականում շատ կապված է spiritual աճի հետ եւ այնպիսի փորձառություններ եմ ես ունեցել, որոնք որ միստիկ են թվում ու հիմա ճիշտ ասած այդ միստիկ թեմայից չեմ ուզենա խոսել։ Բայց հետաքրքիր է այդուհանդերձ։ Մենք կարող ենք իրար հետ սրճել եւ ես ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Իսկ երբ որ իրականություն ես այդ եմ ասում վերադառնում ու այդ հոգեվոր այդ վիճակներից դուրս ես գալիս, երջանկությունը այստեղ ինչ որ դառնում է ավելի մարկային ձևակերպման համար հասկանալի, դա չգիտեմ, միգուցե ինչ որ չգիտեմ, երեխաների առողջ լինելն է, քո առողջ լինելն է, որ ծնողներդ լավ լինեն, կողքիդ լինեն, չգիտեմ, ֆինանսապես կարողանաս կայուն լինել, նպատակներիդ հասնես, բայց այդ ամեն ինչը իրականում շատ լավ է, պետք է լինի եւ իհարկե դա շատ կարեւոր է մարդու համար, բայց իրական ազատությունը եւ երջանկությունը ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Արուսիկ, այդուհանդերձ ինչն էր ձեզ պակասում առաջին ամուսնության մեջ կամ կար մի սխալ, որ դուք որոշեցիք, որ էլ չպետք է կրկնեք։ Առաջին ամուսնության դեպքում ես ունեցել եմ 4.5 տարի դժոխքի բոլոր ուղղակներով անցնելու փորձառություն եւ այդտեղ ասել, որ ինչ-որ սխալ կար իմ կողմից, իմ սխալը այն եղել է շատ անդուրժող եմ եղել, ահա որը որ շատ բնորոշ է հայ կանանց 90%-ին, հանդուրժում են հանուն ընտանիքի, հանուն երեխեքի, հանուն ինչ-որ հանրային կերպարի կամ հանրային կարծիքի, բայց այդ հիմարությունն է իրականում, մարդը միշտ պետք է սթափ ուղեղով հասկանա, եթե ինքը ընկել է մի հատ միջավայր, որտեղ իրան հոշոտում են, ինքը վարկյան շուտ պետք է այդտեղից փախնի, ոչ թե մտածի դե լավ ոչինչ, արի մի օր երկու օր էլ սպասեմ։ Այդպես շատ կանայք մահանում են, որովհետև ասում են դե լավ ոչինչ, օրինակ ինչ որ մի հատ խնդիր եղավ, ծեծեց, լավ բան կանենք։ Համբերենք հանուն երեխեքի, հետո պարզվում է, որ երրորդ օրը արդեն իրեն այլ ձևի վերջաբաներ սպասում, հա, ես երբեք հիմա օրինակ որ խոսում եմ ինտերվյուներում, ոչ մի կնոջը չեմ հորդորում, որ ինքը երկար հանդուրժի, դա աբսուրդի ժանրից է։ Դուք վերջին 10 տարում 10 տուն եք փոխել։
Այո։ Սա ինչ է, փնտրտուք է, միջավայրի հետ չհարմարվել է եւ արդյոք այս տունը ձեր վերջին կանգառն է։ Ուրեմն տուն եմ փոխել, որովհետև ունեցել եմ հենց այդ անձնականի հետ կապված խնդիրներ, մինչև այդ նախկին ամուսնուս հետ կապված է եղել 3-4 տուն, այդպես ենք փոխել, հետո երբ որ ամուսնալուծվել եմ, այդպես եւս 3 թե 4 տուն եմ փոխել եւ հիմա իմ տանն եմ ապրում, իմ սեփական բնակարանում, ինչ համար շատ ուրախ եմ։ Ասեմ վերջին կանգառը գտակ։ Դե լրի վերջինը չի, որովհետև հիմա նաև Թայլանդում եմ տուն վերցրել, վաղ եմ հիմա փակում։ Այսինքն ուզում եք տեղափոխվել։ Վերջին կանգառը լինի, բայց այդ ամենավերջինն է լինել, էլի։ Գնամ այնտեղ մերդեմ։ Արուսիկ դուք 4 մասնագիտություն ունեք ու իրարից շատ տարբերվող, 3 բարձրագույն չէ եւ DJ-ինգը, դա էլ համարենք 4։ Այո։ Նաև բժշկական համալսարանն եք ավարտել, փաստորեն որ ուղղվածությամբ բժշկական ավարտել եք։ Դիագնոստիկա։ Տարբեր տարիներին, այսինքն դուք փորձել եք ձեզ տարբեր ոլորտներում, ինչու։ Ասեմ, առաջինը եղել է սիրահարվածություն, մեծագույն սեր կենսաբանության եւ գենետիկայի հանդեպ։ Ես ավարտել եմ, բայց այն տարիներին հիմա օրինակ բիոլոգիան շատ բարձր գնահատվում է եւ այստեղ եւ բնականաբար նաեւ արտասահմանում։ Այն ժամանակ ինձ ուղարկում էին սովորել դրսում, բայց իմ ծնողները իրականում չեմ ասում որպես այդպեսին լրիվ ինձ ստոպ տվեցին, բայց այնուամենայնիվ զգացի իրենցից, որ իրենք շատ են նեղվում եւ դրա համար ես չընտրեցի այդ տարբերակը եւ նաեւ երկրորդ պատճառ կար, ինչու ես բիոլոգիայով չշարունակեցի, չնայած կարմիր դիպլոմով եմ ավարտել, եղել եմ լավագույն ուսանողներից մեկը պետական համալսարանի, որովհետեւ այն ժամանակ ես հիշում եմ ես ռադիոյում էի աշխատում, զուգահեռ որ իմ կարիքները հոգամ եւ նաեւ DJ-ություն էի երբեմն անում եւ մոտավորապես այդ շրջանում ստանում էի ամսական մոտավորապես իմ եկամուտը 150,000 դրամ էր, իսկ մեր դասախոսներինը 70,000 էր, մեր ռեկտորը չկնեք, դեկաններ ստանում մոտ այդքան գումար, ու ինձ երբ որ մոտիկացան այսին դե դու լաբորանտ կա պետքա մնաս, պետքա աշխատանքից դուրս գաս ռադիոյի ու գաս այստեղ, եւ մենք քեզ կտանք սկզբում 17,000 դրամ, հետո 34, ծիծաղը ավար եկավ, ես այսի ժողովրդյան չէ, ես այստեղ չեմ մնալու հաստատ, ու իրականում այստեղ նաեւ պետքա մի քիչ իջնես երկրագնդի երեսը շոշափես, ոչ թե երկինքներում թռնես, մանավանդ եթե դու չունես աջակցություն ֆինանսական քո ծնողների կամ թեկուզ ամուսնու կողմից, այդ ժամանակ ես ոչ ամուսնացած էի, ծնողներս էլ ցավոք սրտի միշտ ունեցել են սոցիալական լուրջ խնդիրներ, եւ այդպես ես որոշեցի շարունակել իմ ոչ թե չսիրած գործը նախընտրեցի, որտեղ փող կար, այլ ուղղակի երաժշտությունը նույն ձևի իմ համար շատ սիրված է եղել, այսինքն ես ընտրեցի ուղղակի երկու սիրված մասնագիտություններից այն մեկը, որը ավելի շատ գումար կարող էր ինձ տալ այդ շրջանում։ Այսինքն պատճառը գումարն էր, ֆինանսական։ Նայեք, հա, բայց այստեղ հարցերն է, որ ես չեմ ընտրել իմ չսիրած գործը հանուն գումարի։ Ես երկուսն էլ եղել է իմ համար պաշտելի ուղղություններ, իմ համար, իմ հիմա էլ իմ կյանքում երկու պաշտելի ուղղություն կա, դա գիտությունն է եւ երաժշտությունն է, ու ես ընտրեցի այն ուղղությունը, որտեղ ես արդեն իսկ փող էի աշխատում եւ արդեն իսկ պահանջարկ ունեի։ Իսկ երկրորդ եւ երրորդ մասնագիտությունների ընտրությունը այսպեսին է եղել, քանի որ ես զուգահեռ միշտ բացի նվագելուց որպես DJ ունեցել եմ տարբեր պրոյեկտներ, միջոցառումներ եմ կազմակերպել եւ նաեւ ունեցել եմ իմ ստեղծած կազմակերպությունը եւ հասարակական կազմակերպությունը հետո ընթացքում միշտ եղել է մարքեթինգի հետ կապված, որ անցել են որոշակի տրեյնինգներ, որոնք ինձ օգնել են իմ գործի մեջ, բայց որպես պերֆեկցիոնիստ այդ տրեյնինգները, որոնք շատ են եղել իրականում, ինձ բավարար չէր, որ ես ինձ համարեի, որ ես բավական շատ գիտելիք ունեմ, դրա համար էլ ընդունվեցի Երևանի տնտեսագիտական համալսարան, այնտեղ ավարտեցի մարքեթինգի մագիստրատուրան էլի կարմիր դիպլոմով, իսկ բժշկական համալսարանը երևի թե եղել է փրկվելու հետ կապված թեմա, որովհետև այդ ժամանակ ես ամուսնացած էի, առաջի ամուսնուս հետ էինք ապրում եւ այդ դժոխքը սկսվել էր արդեն ու ինձ ուղղակի մի քիչ եմ որ ասում են օդ շնչելու համար, որ գոնե մեկ ես զգամ, որ ես չեմ մեռնում, ես որոշեցի, որ ես պետք է երրորդ համալսարան ընդունվեմ, որ ես ուղղակի գնամ ցրվեմ,
եւ հա հետաքրքիր է որ միշտ ընկերներս էլ ծիծաղում են վրաս ասում են մենեք դուք արեք ծրվելու համար ընդունվերանն է բարդ համասարանը ես էի ուզում ասել հա այդպես ու շատ դժվար է որտեվ միջնեք երեխաս Միքայելը շուտ ծնվել էր եւ այդ ժամանակ արդեն այդ կրիտիկական շրջանը իհարկե անցել էր բայց փոքրիկ էր ու տենց համատեղելը շատ դժվար էր ես դա գիշերները չէի քնում իրան էի պահում խնամում ու առավոտներ որ գնում էի շատ անգամ դասի ժամանակ քնում էի բայց դասախոսները ասում են լավ չի փոքր երեխա ոչ թող քնի Արուսիկ հետաքրքիր է դուք ամենաբարդ ձեր կյանքի իրավիճակների մասին խոսելիս ժպիտով եք խոսում բոլոր բարդությունները այդպես թեթև եք արդեն սովորել տանել հա որովհետև նախ շնորհակալ եմ միշտ յուրաքանչյուր դասի համար, որը կյանքը ինձ տալիս է։ Երկրորդը, եթե դու պոզիտիվ չնայես կյանքին ու ժպիտով չնայես քո խնդիրներին, ուղղակի խորտակվես հոգեպես առաջ երթ։ Իսկ հոգեպես խորտակված մարդու վրայով ուղղակի ամբողջը անցնում է։ Այո։ DJ-ինգով զբաղվելը հետաքրքիր է, ինչ նրբություններ ունի եւ հաջողության հասնելու համար ինչ է պետք։ Օրինակ տաղանդ ինչ որ ունակություններ, երաշտական, ինչ է պետք։ Միշտ ասում եմ, որ շատ կարևոր է քթածակը, ինձ թվում է դա յուրաքանչյուր գործում է չնայած շատ կարևոր, բայց DJ-ության մեջ էլ շատ կարևոր հատկանիշներից մեկն է, որովհետև դու աշխատում ես մարկանց հետ, երբ միջոցառման ես գնում, դու պարտադիր պետքա այդ քթածակը ոնց որ աշխատացնես, հասկանաս ում այդ գործ ունես, ինչ են իրենք քեզնից ակնկալում եւ ոնց անես, որ համ դու շատ չճկվես, համ միաժամանակ պրավալ չգնա միջոցառումը, ընդհակառակը քեզնից գոհ կլինեն եւ բնականաբար նաեւ երաշտական տեսակետից պետքա շատ երաշտություն քո ուղեղով անցած լինի հա դու պետք է շատ լսած լինես երաժշտությունում այդ վատ տարիները որի ժամանակ որ իմ մանկությունն ու պատանեկությունն անցել այդ ժամանակ միակ զբաղմունք ու զվարճանքը դա երաժշտություն լսելն էր ու ես չեմ հիշում այդպիսի մի օր որ մեր տանը երաժշտությունը չհնչեր առավոտյան արթնանալուց մինչև քնելը ու բնականաբար դա ինչ որ ռաբիզը չէր բնականաբար դա այն ժամանակ դուք էլ երևի կհիշեք MCM-ներ, MTV-ներ, որ այն ժամանակ շատ որակյալ երաժշտություն էր հնչում եւ այդ ժամանակ կար նաեւ FM 105.5-ը, որտեղ հետո ես սկսեցի աշխատել, դա իմ եղել է ամենայն ոնց ասեմ այն սրտի ալիքը, որովհետեւ ես հենց այդ FM 105.5-ի շնորհիվ եմ նաեւ սկսել հասկանալ որակյալ ակումբային էլեկտրոնային երաժշտությունը որն է Արամ Չախոյանն էր այդ ժամանակ վարում իմ ընկերներից եւս մի քանիսը Սամսոն Խաչատրյանով շատ հայտի հիմա նյարդաբան է բայց այն ժամանակ նաեւ վարում էր հաղորդում էլեկտրոնային երաժշտության մասին ու ես հիշում եմ որ ինչ վիկտորինա լինում էր միշտ ես էի հաղթում որովհետեւ իմ համար դա գիրք էր այդ երաժշտությունը լսելը եւ նաեւ ճանաչել այդ արտիստներին հիշում եմ որ ես վազում էի տուն այն ժամանակ կասետներ կային դնում էի այդ ռադիոյի ընդունիչի մեջ ձայնագրում էի ու հետո ես 100 անգամ նրանք լսում էի ու ոչ միայն դա երաժշտություն էի լսում այլ նաեւ լսում էի այդ արտիստների բիոգրաֆիան ինչպիսին է եղել եւ այլն ու այդ ժամանակ հիշում եմ որ ոչ մի այդպիսի այլ արտիստ չկար էլեկտրոնային երաժշտության որ ես իրեն չճանաչեի կամ երաժշտությունը իմ համար ծանոթ չլիներ այդպես ու այնպես ստացվեց որ հա երաժշտությունը նախ եղավ իմ փրկիչը որովհետեւ միակ դրական բանը որ ես ստանում էի այդ վատ տարիներին դա երաժշտությունն էր ու հետո երաժշտության նկատմամբ սերն էլ ինձ թույլ տվեց որ ես այսպես ասած բանին վակերևույթին մնամ չխորտակվեմ այդքան դեպրեսիվ վատ տարիներից հետո ամենասիրած ձեր DJ-ով եկա Կարլ Կոքսը այո ինքը շատ հայտնի է, շատ մեծահասակ է, բայց այս ամբողջ այս տարիներին երևի թե ինքը 40 տարուց ավել նվագում է, որտեղ հիմա եթե չեմ սխալվում 60-ի մոտ է, հա ինքը ֆանտաստիկ DJ է։ Արուսիկ հետաքրքիր է մեր երկրում, ձեր ոլորտում բժիշկ գիծ DJ-ներ կան էլի բացի ձեզնից, թե դուք եք մենակ։ Եթե չեմ սխալվում, մի հոգի տղա կա, ով էլի է բժշկականը ավարտել բայց չեմ հիշի անունը, ուղղակի հիշում եմ, որ ես զարմացա, որ նորից իմացա, որ ինքն էլ բժշկական ավարտել, բայց DJ է, այո։ Դուք նաև շատ ակտիվորեն առողջ ապրելակերպ եք քարոզում, այսինքն ասում եք, որ ակումբային գիշերային այսպես կյանքից բացի նաև շատ պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը։ Իհարկե։ Ասեմ, ուրեմն առողջության հետ կապված երևի իմ այդ ֆիքս իդեան առաջացել է հենց իմ մանկությունից, որովհետև
շատ դժվար էլի տարիներ եմ ունեցել նաև առողջական տեսակետից եւ հետո հասկացել եմ թե ինչքան կարեւոր է որ մարդը իրան խնամի, իր մասին հոգ տանի եւ հետեւողական լինի եւ առողջությունը իրականում կորցնելը այդ սարսափելի է։ Իմ շրջաններ են եղել, երբ ես մոտիկացել եմ անգամ մահվան դռանը, հետո հետ եմ գնացել եւ երևի թե այդպիսի փորձառությունն է, որ մարդուն արթնացնում է նաեւ իր առողջության մասին հոգ տանելու հետ կապված ու հասկանում ես իրական սիտուացիայում, որ այո, առողջությունից թանկ ոչ մի բան չկա եւ ոչ մի գումարով դու չես կարող դա գնես եւ այս գաղափարը չմնաց մենակ իմ հետ կապված, հա, ես սկսեի ինձ հետևել եւ այլն, սկսեցի այս մասին շատ լայն լսարաններին ներկայացնել, սկսվեց ժամանակին, երբ ես գնում էի անգամ մանկապարտեզներ եմ գնացել, դպրոցներ եւ համալսարաններ անվճար տրեյնինգներ էի կարդում, պրեզենտացիաներով եւ այլն, իսկ դրանից հետո երբ որ արդեն նաև բժշկական համալսարանն էլ ավարտեցի, մի քիչ ավելի, որ ասում են, ավելի մասնագիտական առումով էլ խորացա, հետո սկսեցի շատ հանրային ակտիվ ձևով խոսել ծխախոտի վնասի մասին 2009 թվականից, թմրամիջոցների վնասի մասին, միաբձեայի թեմաներ շատ ակտուալ, հետո երևի ես առաջինն եմ իմ ընկերու հետ եղել, որ արյան դոնորության հետ կապված մեծ ակցիաներ ենք արել, խոսել ենք թե ինչքան կարևոր է, որ մարդիկ ինքնաբուխ ուղղակի ուզենան գնան, օգնեն ինչ-որ մեկին, առանց շահ ակնկալելու եւ բավականին շատ այսպես մեծ ալիք բարձրացավ այն մարկանց ակտիվության, ովքեր գնացին արուն հանձնեցին առանց գումար ուզելու դրա փոխարեն, ինչը շատ կարևոր էր, որովհետև հիմա էլ է կարևոր շատ, որովհետև Հայաստանում Արյան բանկը ավելի քիչ արյուն ունի, քան երկրաշարժային եւ պատերազմական գոտուն պետքա լինի։ Այո, պաշարը պետք է լինի։ Թմրամիջոցների մասին խոսեցիք, բայց գիտենք, որ հատկապես ակումբներում այսպես թմրամիջոցների շրջանառություն կան մարդիկ, որոնք օգտագործում են եւ քիչ չեն։ Ես համաձայն եմ ձեր հետ, հիմա շատ է սրվել այդ խնդիրը, երբ ես նվագում էի այն ժամանակ ակումբներում, հիմա հիմնականում ես կորպորատիվ միջոցառումների մեջ եմ, ավելի շատ նաև այլ ֆորմատի միջոցառումներ, դրանք կլինեն հարսանիքներ, ծնունդներ եւ այլն, իդեպ այստեղ էլ ինչ է այդպիսի ընտրություն եղել, որտեղ այստեղ էլ միշտ ավելի շատ գումար կա, քան ակումբներում, իսկ երբ մենք նայենք թե իմ տարիներն օրինակ երբ ես ակումբում եմ նվագել, ինչ է եղել այդ թմրամիջոցների այսպես շրջանառության հետ կապված, այն ժամանակ այսպիսի ծավալ երբեք չի եղել։ Դուք եւս զգացել եք դա։ Իհարկե, միանշանակ։ Շատ հասանելի է դարձել հիմա թմրամիջոցը։ Դա նաև կապված է իհարկե տեխնոլոգիաների հետ, որ Telegram-ով արդեն հնարավոր է այն ժամանակ, չգիտեմ ինչով էին, ոնց էին տարածում, բայց հիշում եմ, որ եզակի մարդիկ էին օգտագործում։ Ում կարելի էր ասել, հա, ինքը օրինակ ես վստահ եմ, որ ինքը ինչ-որ մի բան օգտագործում է, շատ եզակի էին։ Իսկ ինչպես մարդկանցի հետ պահել այդ չարիքից, դուք էլ երեխաներ ունեք, օրինակ դուք արդեն նման աշխատանք տանում եք եւ ինչ խորհուրդ կտաք ծնողներին, որոնք հատկապես դեռահաս երեխաներ ունեն։ Ես ասեմ, մենք քանի որ ես նաեւ Teens Live նախագծի ղեկավարն եմ, որտեղ մենք շատ ենք խոսում այս թեմաներից, դեռահասներին պետք է միանշանակ ներկայացնել այդ խնդիրը, եթե մենք խոսում ենք հանրային խոսքի մասին, իրազեկման մասին, մեր Teens Live հարթակը իրականում շատ գործ է անում, բայց դա շատ քիչ է։ Այսինքն դրա մասին պետք է ամենտեղ խոսեն, բոլոր ձևերով եւ նաեւ ինչու ոչ ինֆլուենսերներն էլ խոսեն, որովհետեւ ինֆլուենսերները մենք տեսնում ենք, որ շատ անգամ ուղղակի իրենց գումարի համար ինչ որ բրենդ կարող են ներկայացնել կամ ինչ որ հիմար կոնտենտ գեներացնել, որ view հավաքեն, բայց այդ կարևոր թեմաներից ես շատ քիչ մարդ եմ տեսել, որ խոսեն, իսկ ծնողները նախ փոքր տարիքից պետք է ներկայացնել, որ օրինակ ես իմ երեխեքին ասում եմ, որ ոչ մեկի ձեռքից ոչ մի բան չվերցնեք, ոչ մեկի հետ ոչ միտեղ չգնաք, հա, իհարկե հասկանում եմ, որ ոչ իմ բոլոր ասածներն են իրանք անելու ու չես կարող լրիվ ռիսկը կանխես, բայց ամեն տարիքի հետ միասին դու պետք է իրան իր ինֆորմացիան ներկայացնես, այսինքն եթե դա 6-7 տարեկան երեխան է, պիտի իրան ասես, որ չգիտեմ, ուրիշի ձեռքից կոնֆետ մի վերցրու։ Բայց եթե դա արդեն 14-15 տարեկան դեռահասն է, իրեն արդեն պետք է զգուշացնես, թե
եթե օրինակ քեզ առաջարկում են ոնց մերժես, որովհետև այդ մերժելու խնդիրը ինչպես մերժեմ, որպեսզի ինձ ամոթ չտան կամ չասեն ով է այս ղզիկը օրինակ, կամ ես չի ուզում մեր հետ միանա, հա, այս խնդիրն էլ կա, որտեղ տղաների դեպքում ես հենց մագիստրական թեզս բանի Երևանի տնտեսագիտական համալսարանի եղել է սոցիալապես վտանգավոր ապրանքների հակամարկետինգը, այսինքն ինչպես անել, որպեսզի այդ մոդան, այդ սոցիալապես վտանգավոր ապրանքների, որի մեջ է նաև ալկոհոլը, ծխախոտը եւ թմրամիջոցը, ինչպես հակամարկետինգ անել, հա, այսինքն այնպես անել, որ եթե նրանք մարքեթինգ են անում, միլիոնավոր դոլարներ են դնում, որպեսզի մարդիկ ասեն, վաու, ծխելը սեքսուալ է, բայց որը вообще սեքսուալ չի, ուղղակի փող են դրել, որպեսզի այդ էֆեկտը թողնեն։ Այս կողմից դու հակամարկետինգ անես ու բացատրես, որ չէ, այս ապրանքները վտանգավոր են ու իրենց ռեյտինգը իջացնես։ Եվ այս պարագայում շատ կարևոր է, որ դեռահասը կարողանա մերժել։ Այդ իմ թեզի մեջ էլ կար մերժելու կարևորությունը, որ ծնողը սովորացնի այդ հմտությունը երեխային, որ կարողանա մերժի։ Ծխախոտի դեպքում էլ է այդ շատ ակնհայտ, որ տղաները անգամ չուզելով կարող են սկսեն ծխել ու հենց ծխող են դառնում այն դեռահասները, ովքեր չեն կարողանում ասել ոչ մերժել։ Այո։ Գալով ձեր հարցազրույցներին, դուք, ես հիշում եմ, տարիներ առաջ մեկ անգամ ասել եք, որ դուք նշաններ եք տեսնում։ Այո։ Այդ ինչպես եւ արդյոք եղել է մի նշան, որը փրկել է կամ գուցե դա տեսնելուց առաջ ինչ որ շրջադարձային է դա եղել ձեր կյանքում։ Նայեք, նշաններ որպես այդպեսի միշտ կարելի է նկատել, եթե դու բաց ես այդ ալիքների հանդեպ եւ լսում ես քո ինտուիցիային։ Ընդհանրապես ինտուիցիան դա ձայնն է, ռադիոն է, որը միշտ քեզ ճիշտ ուղղություն է տալիս եւ այն գիտակից, այսպես ասած, Homo sapiens-ի այս վերջի մի քանի 100,000 տարին ձևավորված գիտակցությունը իրականում ավելի թույլ գործիք է, քան ինտուիցիան։ Ինտուիցիան դա գեր շնորհ է, որը տրված է մեզ, երևի ի վերուստ ու հենց աստուծային է, որ մենք լսում ենք։ Շատ անգամ է եղել, եթե ինտուիցիան լսում ես, հաղթում ես, շահում ես, ընկնում ես ճիշտ պահին ճիշտ տեղ, եւ եղել են իմ կյանքում 2 անգամ, երբ ես իմ ինտուիցիային չեմ լսել, ու 2 անգամն էլ իմ կյանքի ամենավատ բաներն ա եղել իմ կյանքում, ու դրանից հետո սկսել եմ շատ ավելի ուշադիր լինել այդ ներքին ձայնին։ Իսկ նշանները, այնպիսի նշաններ են եղել, որ մարդիկ հիմա կարող են տեսնեն, լսեն ու ասեն լավ, սա աղջիկը գիժա, բայց ասեմ, օրինակ եղել է, որ ես իրոք սենց սրտանց իմ խոսքն եմ ուղղել Աստծուն կամ տիեզերքին ու այդ իմ մտքի վրա շատ կրիտիկական իրավիճակ էր իրականում մայրիկիս կյանքի փրկելու հետ կապված էր։ Մայրիկիս մոտ խնդիր կար, միոմա ուներ եւ պետքա հեռացնեին, բայց արյան հեմոգլոբինի տոկոսը այնպիսին էր, որ անհնար էր այդ օպերացիան իրականացնել եւ քանի որ ինքն էլ ունի ամենա դեֆիցիտ արյան տեսակը, այն թվերին արուն չէին կարողանում գտնել եւ papan հիշում զանգեց, հուսահատված, ես տանը այդ ժամանակ մենակ էի 13 թե 14 տարեկան էի ու ասաց, որ չեմ կարողանում գտնեմ, ոչ միտեղ չկա, ամբողջ Հայաստան ման ենք եկել ու ոնց որ մաման ցենց ասաց, այսօր վաղը վիճակ էր լրիվ ու հիշում եմ, որ ես ցենց ընկել եմ գետիններին ու աղոթում էի, ցենց ձայնս ուղղեցի Աստծուն, տիեզերքին ու ամառ էր, հուլիս էր թե օգոստոս էր, ոչ անձրև կար, ոչ ամպ կար, ընդհանրապես բաց երկինք էր երկնագույն, շոգ ամառ ու հիշում եմ, որ գլուխս բարձրացրեցի ու երկնքի վրա 2 հատ ծիածաներ իրար վրա։ Ուղղակի այդ նշաններին մարդիկ բան տեղ չեն դնում շատ հաճախ, պետքա միացնել այդ ներքին ձայնը, ինտուիցիան, շատ կարևոր է։ Շատերը ձեզ ընկալում են որպես այսպես շատ ուժեղ կին, այսպես երկաթյա լեդի, սակայն ինչ վախեր ունեք դուք, որոնցից ձերբազատվել մինչև այս պահը չի ստացվել։ Շատ վախեր ունեմ առողջության հետ, կորուստի հետ կապված, դրա համար էլ երևի շատ եմ պայքարում նաև ուրիշների առողջության համար, որովհետև իմ կյանքում շատ է եղել է հենց այդ վարկյաններ պահեր, որ դու հասկացել ես, որ վсё, հեսա կյանքդ կվերջանա։
շատ խնդիրներ եմ ունեցել, բայց միաժամանակ այդ խնդիրները առողջական նաև լուծվել են, այնպես չէ, որ ինչ-որ քրոնիկ ինչ-որ խնդիրներ են մնացել, բայց երբ որ դու դիպչում ես մահմանը եւ հետ ես գալիս, իրականում այդ ժամանակ շատ է սրվում նաև որոշ չափով վախերը, չնայած այդտեղ տալիս է նաև քեզ ուժ, որ դու հասկանաս, որ չէ, իրականում ամեն մարդ իր ժամկետն ունի եւ եթե ժամանակը թելը չի եկել, դու չես մահանա։ Արուսիկ, դա երբ է եղել եւ ինչպիսի իրավիճակ էր, ասում եք, որ դիպչել եք մահվանը եւ հետ եք եկել։ Եղել է անաֆիլաքսիա, անաֆիլակտիկ շոկ, որ 2-3 անգամ ինձ հետ են բերել, դա սուր ալերգեն է, որի դեպքում, նո, եթե օգնությունը շատ արագ չտան, մարդը մի 2-3 րոպե մահանում է։ Եղել են մահափորձեր։ Մահափորձեր։ Այո։ Ում կողմից։ Ցավոք սրտի այն մարդկանց, ով ամենամոտն է ինձ կանգնած եղել, իմ անձնական կյանքի հետ է կապված։ Էլի 2-3 անգամ։ Էլ ինչ ա եղել իմ կյանքում։ Իրավապահներին դիմել եք։ Թե այն ժամանակ ապացույցները ես չէի կարող։ Հիմնականում ընտանեկան բռնության դեպքում դու ապացույց չունես երբեք, այդ ամենավատը, ու փաստաբանի հետ երբ որ խոսում ենք, միշտ դրա մասին խոսվել է, որ ինչի կանայք շատ խոցելի են, ովքեր բռնության են ենթարկվում, որովհետև իրենք ապացույցներ շատ քիչ դեպքերում են ունենում։ Շատ լավ, ես հիշում եմ, որ դուք նաև ջրից էիք, չէ՞, վախենում։ Հաղթահարել եք այդ վախը։ Ոյ, լողալ այդպես էլ չեմ սովորեցրել, թե հիմա մեզ նայում են լողի մարզիչներ։ Դե ուզում եք Թայլանդ գնալ, ինձ թվում է պետքա սովորեք մինչև Թայլանդը։ Հա։ Ունեի վախ նաև բացարձակ մթությունից, դա անցել է, չգիտեմ ոնց, բայց ինքն իրեն անցել է, հա, պանիկայի մեջ չեմ ընկնում։ Մի քիչ ունեմ այնուամենայնիվ կլաուստրոֆոբիա, որ դուրը օրինակ փակվի իմանամ ընդհանրապես տեղ չկա դուրս գալու, հաստատ պանիկայի մեջ կընկնեմ։ Հա։ Բայց ջուրը երևի թե ամենադոմինանտ ֆոբիան է։ Ձեզ 4 տարեկանում, այսինքն կարիճը խայթել է, հա? Կարիճը համբուրել է, թե դուք եք ինչ ա եղել իրականում։ 4 տարեկանում ուղղակի չճանաչելով այդ միջատի տեսակին, ես տեսնում եմ պատիս վրա կանաչադեղնավուն, այդպես շատ սիրունիկ ձագուկ էր իրականում կարիճի, չգիտեմ որ կծրել ինչ կլիներ, հաստատ չէի մահանա, հա ինչ-որ շատ է դուրս գալիս համբուրում է։ Ես աչի բնության հանդեպ շատ սիրով եմ։ Ունեք կենդանի։ Կենդանիներ շատ ենք ունեցել, ուղղակի հիմա երեխեքի հետ միասին շատ դժվար է մի հարկի տակ ապրել, տուննել իրականում շատ մեծ չի եւ հիմա հազիվ այս 4 երեխա ունենք տեղ գտնելու դրա համար ցավոք երեխաների հետ հնարավոր չի զուգահեռ այս պահին կենդանի պահել, բայց հա բնության հանդեպ շատ մեծ սեր ունեմ եւ անգամ, չգիտեմ, միջատներին մենք տանը չենք սպանում, մենք վերցնում ենք եւ պարտադիր անում ենք դուրս։ Դե ասում են սարդերին սատկացնել էլ չի կարելի, չէ՞։ Ոչ մեկի նման սնահավատություն կա նաեւ։ Այո, սարդերին էլ եմ շատ սիրում, բոլորը։ Արուսիկ, դուք այսպիսի շատ համարձակ հայտարարություն եք արել, ասելով, որ դուք երբեք չեք խաբում, անգամ եթե դա ի վնաս ձեզ է։ Բայց կյանքը միայն սև ու սպիտակ չի։ Եվ լինում են իրավիճակներ, երբ դա կարող է ի բարօրություն գուցե ինչ-որ մեկի լինի։ Այսինքն երբեք չեք դիմել այդ սուրբ ստին, այսպես չակերտավոր։ Չէ։ Ի բարօրություն վատ բան անելը իմ կարծիքով մեկը գլոբալ առումով հավաստար է վատի։ Դրա համար ես չեմ խաբում։ Գիտեք ոնց կարող է օրինակ երեխեքին ինչ-որ շատ անմեղ բան սխալ ասես։ Օրինակ նույն ձմեռ պապը ոչ ասի չկա, բալիկ ջան, մի տարեկան։ Հա, դա է բան։ Օրինակ։ Այդպիսի հա ստեր կարող է, բայց գլոբալ առումով ես երբեք ոչ մեկին չեմ խաբում։ Եթե հանենք երեխաների ձմեռ պապիկի հետ կապված եւ կամ ինչ-որ փոքրիկ ասենց ինչ-որ սուտիկներ, որոնք որ շատ անմեղ են, էլի։ Այսինքն այդ ստից ոչ մեկ չի տուժում։ Ընդհակառակը միգուցե ուրախանում է, որ ձմեռ պապը կա։ Այսինքն քաղաքական գործից չէիք կարող լինել, հա, միշտ պետքա ճիշտը ասեիք։ Ես ճիշտ եմ ասել։ Հա։ Դուք սոցցանցերում այդուհանդերձ շատ ակտիվ նաև քաղաքական գրառումներ եք անում, ընդդիմադիր հայացքներ ունեք, չեք վախենում, որ ձեր հետևից եւս կգան։ Դե նայեք, իրականում ես այդ առումով էլ որպես քաղաքացի չեմ կարող ինձ զսպեմ, որ ես սուտ խոսեմ կամ մենակ ինչ-որ փորձեմ դուր գամ ինչ-որ մարդկանց, այնպիսի մարդկանց, ովքեր որ կարող են ինձ մեծ դռներ բացել կամ եւ այլն, իրականում
շատ լավ հարաբերություններ ժամանակին ունեցել եմ ներկա իշխանություններից որոշ մարդկանց հետ, բայց 18 թվականին դուք հեղափոխության կողքին եք։ Կողքին եմ կանգնած եղել ոնց շատ-շատերը եւ նաեւ շատ ջերմ հարաբերություններ եմ այն ժամանակ ունեցել, բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերից հետո բոլորի հետ կապերս խզել եմ, շատ կտրուկ, եւ դա այդ կտրուկությունը նաեւ արտահայտվել է իմ սոցիալական ցանցերի գրառումների վրա։ Պատճառը կարող եք նշել։ Արցախը եւ պատերազմը, իհարկե։ Եվ Արուսիկ, մեր ավանդական ծրարը, եթե դեմ չեք բացենք եւ պատասխանեք, եթե ոչ կարող ենք նաեւ չբացել։ Չէ, իհարկե, տվեք։ Արուսիկ, ինչպես ստացվեց, որ կորավ կապը ձեր եւ ձեր 4 տարեկան երեխայի միջև, երբ նա գտնվում էր հոր մոտ։ Դուք չգիտեիք նրա գտնվելու վայրը, 10 օր չեք կարողացել խոսել ձեր սեփական երեխայի հետ։ Իրականում ինչ էր կատարվում ձեր ու նախկին ամուսնու միջև։ Հիմա նրա հետ հարաբերությունները ինչպիսին են։ Ուրեմն այդ շրջանում մենք դատական process-ի մեջ էինք, բայց ցավոք իմ փաստաբանը կամ շատ թերացել էր, որովհետև մասնագիտական այդ գիտելիքները չուներ, բայց ես մի քիչ կասկածում եմ, որովհետև ինձ թվում է, որ այդքան պրիմիտիվ քայլեր, որպեսզի ինձ կարողանար պաշտպաներ, որ նմանատիպ դեպք իմ հետ չլիներ, դժվար ինք այդքան թերի մասնագիտական հմտություններ ունենար։ Իմ կարծիքով միգուցե նաև ինչ-որ կապի մեջ է եղել, չեմ ուզում հիմա մեղադրեմ, բայց ես կասկածներ ամեն դեպքում ունեցել եմ իր վրա, իր արդյոք ինքը ինչքանով է իմ կողմից իրական փաստաբան, ոչ թե հակառակ կողմի շահնա պաշտպանում եւ այնքան հանգիստ ամուսինս, նախկին ամուսինս երեխային տարավ եւ ընդհանրապես որևիցե պատասխանատվություն չէր զգում, որ ինքը շատ արխային էր, այսպես ասած, որ ոչ մի հետևանք չի լինելու իր համար եւ քանի որ երեխան սովորաբար գնում էր շաբաթը 1-2 անգամ, իհարկե այս անգամն էլ ես կասկած սկզբում չեմ ունեցել, որ հետո չի գա վերադառնալու տուն։ Երեխան հիշում եմ, որ այդքան էլ առողջ վիճակում չէր, բայց ինքը ասաց, որ օքեյ, ոչինչ, ես կտամ, կբուժեմ եւ այլն։ Եվ կապը այդպես կորավ, հա։ Դրանից հետո մենք փորձել ենք զանգել, բա ուրա, ինչի չի գալիս եւ այլն երեխային զանգել, չի վերցրել հեռախոսը կամ անջատվել է մեր վրա կամ մի անգամ եղել է վերցրել է ու հստակ այդպես ասվել է, որ չեմ բերելու ու երեխան էլ հիշում եմ լացում էր ու մենք ընդհանրապես նորություն չունեցանք այդքան երկար օրեր լրատվամիջոցների դիմեցիք միակ ձևը եղավ որ այսպես ասած օգնելու այսպես հանրային շուխուր անելու եւ մեծ ալիք բարձրացնելու միակ ձևը լրագրողներին խնդրելն էր որ աջակցեին ու իրականում հենց այդ ալիքի շնորհիվ նաև իմ շատ լավ ընկերն է ինձ զանգահարում եւ առաջարկում է նոր փաստաբանի ծառայություններ եւ այդ փաստաբանը հասնում է նրան որ նախ ԴՀԿ-ով մենք գնում ենք երեխային զորով այսպես ոստիկանական խմբով ԴՀԿ-ի հիշում եմ ինչ տեսարաներ այն ոնց որ ֆիլմերում այդպես գնում ենք նախ մենք 2-3 օր երեխային մեքենայով տարբեր մեքենաներով տարբեր լոքեյշններում գնում էինք, փնտրում էինք, գիշերները կանգնում էինք լուսամուտների առաջ տեսնում էինք լույս վառում է, չի վառում, հարևանների հետ էինք խոսում։ Հա, հիշում եմ ինչքան ծանոթ կար, սաղին խառնել էինք, այն որ շատ լուրջ ինչ-որ պաշտոնյաներ եւ այլն եւ այլն։ Եվ հա, վերջում իրան գտնում ենք իրենց պապիկի տատիկի դաչայում։ Դուք եք գնացել եւ գտել ոչ թե հայրը հետ է բերել երեխային։ Հա, մենք ենք գնացել ԴՀԿ-ի հետ միասին, եկա թեմաներ, շատ լուրջ կռիվներով։ Հա, մեծ կարար այդքան այդ սկանդալային վիճակը չլիներ ընդհանրապես, ոչ էլ երեխան այդ տրավման տեսներ, զգար եւ այլն։ Բայց քանի որ փոքր է եղել, իր վրա շատ մեծ հետ չեմ զգացել, որ թողել է։ Չի հիշում, հա, երևի։ Ես եմ բնականաբար մենք ենք այդ դարդը քաշել է 10 օրը եղբայրը, իմ ներկա ամուսինը, որտեղ այն ժամանակ ինքը արդեն իմ կողքին էր եւ հա շատ դժվար էր իրականում։ Կարողացել եք ներել իրար արդեն հիմա։
թե շփում չկա եւ չգիտեմ ներելու կարիք կա թե չկա, բայց երեխայի հետ կապված, քանի որ արդեն կա դատարանով որոշում եւ տեսակցությունների կարգ, ես ինձ արդեն ապահով եմ զգում եւ դրա համար էլ արդեն քիչ թե շատ այդ անվտանգությունը զգալով, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, երեխան մեկ-մեկ գնում է նաև երբեմն գնում է երկրից դուրս իր հետ, որտեղ իր քույրիկ եղբայրը հիմա Հայաստանում չեն, իր կողմից քույրիկ եղբայրը, եւ այդպես խնդիր չի լինում։ Ինքը վերադարձնում է, որովհետեւ կարծում եմ արդեն երևի թե պարզ է, որ երկուսս էլ ունենք իրավունքներ, ու ոչ մեկը չպիտի խախտենք մյուսի իրավունքը, մյուս ծնողի իրավունքը։ Եվ վերջում Արուսիկ, գալով ձեր մասնագիտությանը, ինչպես եք ձեզ պատկերացնում տասնամյակներ անց, արդեն մենք հասկացանք, որ Թայլանդում, բայց դուք լինելու եք այսպես էպոտաժային տատիկ DJ, թե մեկընդմիշտ կանջատեք վահանակը եւ այլ բանով կզբաղվեք։ Գիտեք, երբեք չես կարող ասել, վաղը քեզ հետ ինչ է լինելու, անգամ այստեղից դուրս գալուց ինչ կարող է լինի, բայց եթե էլի վերցնենք իմ ցանկությունները, իմ պլանը, ես չեմ կարծում, որ երբևէ կարողանամ լրիվ ինձ այդպես թոշակառուի կյանք թույլ տամ, որովհետեւ բնավորությամբ այդպեսին չեմ, ես միշտ ինչ-որ բան անելու եմ, գործունեություն, կարծում եմ DJ-ական գործունեությունս դեռ շատ երկար կծավալեմ, չնայած երբեմն եղել է ինչ-որ կոմպլեքսներ, ասեմ, որ բայց ես մեծ եմ բան, բայց դա շատ շուտ էր, երբ որ ես էլ ասում եմ դեբիլ էի, չի հասկանում, որ ոնց հավես ոչ մի բանը կապ չունի, ոչ տարիքը, ոչ տեսքը, ոչ սերը, մարդու ցանկությունն է կարևոր, եթե դու ուզում ես նվագես, չգիտեմ, 90 տարեկանում գնա նվագի, քեզ ոչ մեկ չի ձեռքդ բռնում, ասում ամոթա։ Դրա համար այդ բոլոր ստերեոտիպները այս պահին մի կողմ եմ դնում, դրել, վաղուց եմ դրել, եւ DJ-ությունը ինձ շատ երկար կանեմ։ Իսկ հետո եթե ստացվի, իհարկե բարեգործական ոլորտից կվերադառնամ եւ ավելի ակտիվ կլինեմ։ Ես ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում, շնորհակալություն, անկեղծ եւ բավականին աշխուժ զրույցի համար շատ հաճելի էր։ Փոխադարձ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Պրոֆիլի հյուրը Արուսիկ Մկրտչյանն էր կամ DJ Վակցինան, իսկ մենք դեռ կհանդիպենք։